Պարոն Ղուլյան, շնորհակալություն, որ ժամանակ գտաք պատասխանելու ազատության հարցերին։ Առաջին հարցը ինչու Լեռնային Ղարաբաղի իշխանությունները որոշեցին ձեռնարկել սահմանադրական փոփոխությունները, ինչն էր խանգարում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ապրել հին սահմանադրությամբ։ Սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունը չի պատկանում Արցախի հանրապետության իշխանություններին։ Եվ կարծում եմ գոնե Սահմանադրական հանրաքվեի նախօրյակին պետք է այս հարցին վերջնական պատասխանել, որովհետև բոլոր լրատվամիջոցների մոտ էլ չգիտեմ ինչու հենց այսպիսի նպատակադրությամբ է հարցերը հնչում։ Իհարկե ոչ մի բան չէր խանգարում մեզ ապրել նաև հին սահմանադրության կարգավորումների ներքո, բայց բնականաբար 10 տարին այսօրվա արագ փոփոխող աշխարհում այնքան էլ կարճ ժամանակահատված չէ։ Հիշենք, որ մենք 2006 թվականին ընդունել ենք առաջին սահմանադրությունը, պարզապես ֆիքսելով այդ ժամանակահատվածի քաղաքական իրողությունները։ Եվ երկրորդ, Արցախում սահմանադրական բարեփոխումների մասին արդեն 3-4 տարի է խոսում են քաղաքական ուժերը։ Եվ եթե Արցախում գործող քաղաքական ուժերի ամբողջ ներկապնակը, ես հատուկ ուզում եմ ընդգծել, որովհետև հենց այդպես էլ եղել է ուղիղ 1 տարի առաջ 2016 թվականի փետրվարին մեր ազգային ժողովի դահլիճում խորհրդարանի բոլոր 5 քաղաքական ուժերի ղեկավարները, իսկ երկրորդ փուլին նաև խորհրդարանից դուրս 3 քաղաքական ուժերի պատասխանատուների հետ միասին համաձայնության են եկել սահմանադրական բարեփոխումներ սկսելու համար։ Այս պայմաններում Արցախի իշխանություններին ուրիշ բան չէր մնում, քան ընթացք տալ այդ նույն ձևակերպած համաձայնությանը, որը հենց այդպես էլ այդ նույն ընթացակարգով արվել է։ Պարոն Ղուլյան, որքան ես տեղյակ եմ, մինչև ապրիլյան պատերազմը ավելի շատ խոսում էր խորհրդարանական հանրապետության մասին, հետո փոխվեց հիմա նախագահականն է առաջարկվում, պատճառը ինչն էր, պատերազմ էր պատճառը։ Պատճառը մեր իրողություններն են, այսօրվա իրողություններն են։ Ցանկացած երկիր իր համար սահմանադրություն մշակելիս առաջին հերթին հաշվի առնում այն միջավայրը, որտեղ ինքը ապրում է, այն հարաբերությունները, որ ինքը ունի, այն նաև սահմանադրական պարլամենտական կառավարման մոդելի մասին, մի պարզ պատճառով, երբ որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունները ավարտվեցին, հանրաքվեն ավարտվեց, դրանից հետո կարծես նաև այդպիսի բնական հարց ծագեց, որ Արցախում սկսված սահմանադրական բարեփոխումների ընթացքը շատ ավելի կապված կլինի պարլամենտական կառավարման մոդելի հետ։ Ես նաև ընդունում եմ ամբողջությամբ, որ 2016 թվականի ապրիլի իրադարձությունները շատ բան են փոխել մեր մտածողության մեջ։ Այստեղ իհարկե նաև որոշակի գուցե մարտահրավերներին դիմակայելու հարցը նորից օրակարգ վերադարձավ որպես առաջնահերթ խնդիր։ Միանշանակ կարելի ասել, որ սահմանադրական բարեփոխումների մեջ պարզապես թեմաների առաջնահերթություններն են փոխվել։ Օրինակ այսօր մեր կարգավորումների մեջ թիվ 1 խնդիր անվտանգությունն է, հետո մարդու իրավունքներ, հետո ժողովրդավարություն, գուցե մի քիչ այս երկրորդ, երրորդ տեղերը մի քիչ խառնեմ ասում, բայց պետական կառավարման համակարգ եւ այսպես շարունակ։ Դուք կարծում եք հետեւաբար, որ նախագահական համակարգը ավելի, այսպես ճկուն, ավելի ապահով կդարձնի Լեռնային Ղարաբաղը, քան խորհրդարանականը հաշվի առնելով Ադրբեջանի ներկայացրած սպառնալիքը։ Ես չեմ կարծում, դա Արցախի քաղաքական ուժերի մեծամասնության դիրքորոշումն է եւ կարծում եմ դուք բոլորդ տեղյակ եք, որ ամռանը տեղի ունեցած Արցախում այդ անկախ հարցումների արդյունքում բնակչության 80%-ը իր նաեւ ցանկությունն է հայտնել ունենալ կենտրոնաձիգ միասնական կառավարման համակարգ։ Տեսեք, փոփոխությունների քննադատներն ասում են, որ այս ամենը արվում է մի նպատակով, որպեսզի գործող նախագահ Բակո Սահակյանը կարողանա իշխել մինչև 2030 թվականը։ Նրանք ասում են, որ խորհրդարանը Բակո Սահակյանին կընտրի ժամանակավոր նախագահ արդեն այս տարի եւ 2020 թվականից հետո Բակո Սահակյանը հնարավորություն իրավունք կունենա եւս 2 ժամկետ զբաղեցնել Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնը։ Ինչ կարող եք ասել այս կապակցությամբ։ Գիտեք, պարզունակ հնարք է, որը օգտագործում է սահմանադրական բարեփոխումների դեմ հիմնավոր փաստարկներ չունենալու պարագայում եւ նաեւ տեղեկատվական էֆեկտ առաջացնելու նպատակով։ Գիտեք, կարելի է ամեն ինչ ասել եւ ես կարծում եմ, որ շատ լավ է, որ Ղարաբաղում այսօր նաեւ կա երկրորդ կարծիք, կարելի է նաեւ խոսել այլ կարծիքների, այլ դիրքորոշումների մասին, բայց մենք չենք կարող այդպես շատ տեղ տալ ֆանտազիաներին կամ գուշակություններին, թե ինչ կարող է լինել, ինչ չի կարող լինել։ Պարզապես հաշվի առնելով նաեւ նախորդ հարցի պատասխանը, որ Արցախի հանրապետությունում
Սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունը ես արդեն բացատրեցի, որ դա քաղաքական ուժերի, նորից եմ ուզում ընդգծել, բոլոր քաղաքական ուժերի նախաձեռնության նաև արդյունքում է ծագել, հետևաբար չի կարող լինել այդպիսի նպատակ իշխանությունը երկարացնելու համար, որովհետև շատ պարզ է, ասինքն ամբողջ քաղաքական դաշտը չի կարող միավորվել այդպիսի նպատակի շուրջ։ Դա պարզապես պետք է ընդունել որպես իրողություն եւ կարծում եմ, որ մենք այս պարագայում պետք է հաշվի առնենք, որ ինչպես իմ գործընկերներից մեկը նկատել է իրավացիորեն, եթե նպատակը լիներ դա, այսինքն իշխանությունը երկարաձգելու, ամենահարմար տարբերակը կլիներ պարլամենտական կառավարման մոդելը ընդունելը, որովհետև այս դեպքում կարծում եմ երկար բացատրել պետք չէ, որ ցուցանակների փոփոխությամբ նույն կառավարումը կարելի է շարունակել։ Իսկ Բակո Սահակյանը կլիներ վարչապետ եւ շատ հնարավոր է։ Մեր առաջարկած տարբերակում փաստորեն ստացվում է, որ բոլոր դեպքերում մենք առաջարկում ենք, որ Արցախի Հանրապետության նախագահին անպայման մենք կարողանանք ընտրության միջոցով միայն որոշել։ Առաջին դեպքում դա կարող է անել ազգային ժողովը, նորից եմ ուզում ընդգծել, ընտրությամբ ձայների 2/3-ով, երկրորդ դեպքում ժողովուրդը։ 20 թվականից 20 թվականից ժողովուրդը։ Եթե որևէ մեկը կասկածում է Արցախի ժողովրդի ընտրության արդարացիության վրա, դա արդեն իր խնդիրն է։ Եվ վերջինը, գիտեք, կարծում եմ շատ մեծ այդպես հնարամտություն է պահանջում երկարատև հեռանկարի վրա կանխատեսումներ անելը։ Ես օրինակ դժվարանում եմ ասել, թե ինչ կլինի 2020 թվականին հաշվի առնելով մեր օրերի քաղաքական զարգացումների եւ նախադրյալները եւ հետևանքները։ Եթե որևէ մեկը կարող է մինչեւ 2030 թվականը դա անել, ես կարծում եմ, որ դա ավելի նման է բախտագուշակության։ Պարոն Գուլյան, ամեն դեպքում այս հարցը կարծես թե մնում է օրակարգում։ Ես այս հարցին մի փոքր այլ կերպ կանդրադառնամ։ Դուք օրինակ խոսել եք Բակո Սահակյանի հետ, հետաքրքրվել եք ինքը նպատակ ունի առաջադրվել որպես նախագահի տեխնացու, թե ոչ։ Ես հիշում եմ օրինակ նախորդ նախագահ Արկադի Ղուկասյանի երկրորդ ժամկետից հետո այլևս չառաջադրվեց, թեև կարծես նման հնարավորություն ուներ, նման այս տարբերակում ինչ կարող եք ասել։ Տեսեք, մենք այդպիսի խնդիր չունենք եւ ոչ միայն այդ հարցով, ընդհանրապես ապագայում ինչ է լինելու, ինչպես է լինելու, ով որտեղ է լինելու, այս հարցերը չեմ կարծում, որ այսօր օրակարգում են եւ ոչ միայն նախագահի, այլև ընդհանրապես մենք քաղաքական կուսակցությունների հետ նման հարցեր չենք քննարկում, որովհետեւ խնդիրը այսօր թիվ 1 խնդիրը սահմանադրության հանրակրվեն է։ Երբ որ ժողովուրդը կողմ արտահայտվի սահմանադրության ներկայացված տարբերակին, ես կարծում եմ հետագա քաղաքական զարգացումները շատ հստակ ցույց են տալու, թե ինչպիսի հնարավորություններ կունենանք մենք։ Արցախում միշտ էլ առաջին տեղում եղել է օրինապաշտությունը եւ քանի որ հարցրել ենք թե չէ նախագահին, պարզապես ասեմ, որ ոչ թե ես եմ հարցրել, այլ ձեր ասած մարդիկ են հարցրել նախագահին եւ բոլորի ներկայությամբ թող իրենք պատասխանեն։ Հիմա կարելի է ցանկացած բաներ հնարել, թե ինչ է պատասխանել, դա եղել է բոլոր պատգամավորների ներկայությամբ եւ նախագահը շատ հստակ պատասխանել է, որ իր համար այդ հարցը այսօր օրակարգում չէ։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջերս անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը ներկայացրեցին հետեւյալ տարբերակը՝ տարածքներ կարգավիճակի դիմաց։ Ձեզ համար ընդունելի է այս տարբերակը, Լեռնային Ղարաբաղում իշխանությունները, հանրությունը, դուք ինչ եք մտածում, այս տարբերակը ընդունելի է ձեզ համար։ Գիտեք, ես կարծում եմ, որ մենք այս թեման անհարկի ուռճացնում ենք։ Իհարկե կարելի է նման հետևություններ էլ անել եւ նախորդ առաջին նախագահի եւ գործող նախագահի ասածներից, բայց մի բան է, երբ որ դու այդ թեմային անդրադառնում ես բանակցային գործընթացի շարունակությունը տեսնելու կտրվածքով, մի բան է, երբ որ դա քեզ համար կարող է լինել կոնցեպցիա։ Ես չեմ կարծում, որ այսօր հատկապես 2016 թվականի ապրիլից հետո տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը ակտուալ է, որովհետև բավականին լուրջ հետընթաց է տեղ ունեցել եւ բանակցային գործընթացում եւ այսօրվա փոխհարաբերությունների մեջ եւ նաեւ այս իրավիճակը, այս բանաձև, այս ֆորմուլան չի կարող ամբողջությամբ համապատասխանել, դա ուրիշ հակամարտություններից այդպես որպես հնարավոր տարբերակ բերված օրինակ է եւ մենք պետք է նաեւ հասկանանք, որ 2016 թվականի ապրիլից հետո մենք հասկացել ենք, որ նույնիսկ այս տարածքային կոնֆիգուրացիայում չէ Արցախի անվտանգությունը
իդեալական ձևով ապահովված։ Հետևաբար չեմ կարծում, որ Արցախում որևէ մեկը կգտնվի, որ այսօր կարող է խոսել եւ պատրաստ կլինի խոսել տարածքների մասին, որովհետև մեզ համար նման թեմա չկա։ Եվ մի կարևոր հանգամանք էլ խաղաղության պարագայում այս երկու ձեր ասած բանաձևի երկու կողմերը Ղարաբաղյան կոնֆլիկտի դեպքում համարժեք չեն։ Ինչ խաղաղության մասին է խոսքը, ով է մեզ խաղաղության ապահովելու երաշխիք տալիս։ Մինչև հիմա մեր խաղաղության երաշխավոր եղել է Պաշտպանության բանակը, եւ ես վստահ եմ ապագա տարիներին է լինելու է միայն ու միայն մեր Պաշտպանության բանակը։ Իսկ տարածքներ կարգավիճակի դիմաց այս սկզբունքին ինչ կարող եք ասել, թե նույնը կարող ենք վերագրել։ Նույն բանն է։ Գիտեք, անհամարժեք բաների մասին ենք մենք խոսում։ Տարածքները դա հենց այնպես չեն ձևավորվել, տարածքները դա բանակցային գործընթացի այդպես բան թեմա չեն, որ ասենք այս բաղադրիչը մեկով փոխարինենք։ Տարածքները ռեալ իրականություն է։ Այսօրվա մեր հանրային իշխանությունը եւ մեր նոր սահմանադրությամբ մենք դա ֆիքսել ենք ու կարծում եմ վերջնականապես։ Այնինչ որ մենք այսօր ունենք Արցախի հանրապետությունը։ Պարոն Ղուլյան, երբ որ դուք հանդիպում եք Հայաստանի իշխանությունների հետ, նրանց առջև բարձրացնում եք այս հարցը, նշում եք, որ գիտեք դուք բանակցում եք ադրբեջանցիների հետ տարածքներ կարգավիճակի դիմաց, բայց այս տարբերակը մեզ համար անընդունելի է, եւ եթե բարձրացնում եք, ինչ են պատասխանում Հայաստանի իշխանությունները ձեզ։ Դա ձեր բացատրությունն է բանակցային գործընթացի, ես չեմ կարծում, որ Հայաստանի իշխանությունները, եթե դա լիներ միակ թեման բանակցություններում, դա շատ հրապարակային եւ մեզ այդ բանակ նաեւ հանդիպումների ժամանակ կարող են ասել։ Գիտեք, բանակցային գործընթացը այսօր գտնում է այնպիսի մի փխրուն եւ շատ այդպես ծայրաստիճան փակուղային վիճակում, որ ամեն ինչ հնարավոր է խոսել, բայց դա չի նշանակում, որ դա կարող է լինել բանակցային նաեւ հետագա այդպես թեմա, եւ այս հայտողությամբ է լինելու լուծումը։ Ինձ թվում է, որ այսօր պարզապես փնտրտուք է գնում, ինչից կարելի է բռնել, որպեսզի բանակցությունները վերակենդանանան։ Դա չի նշանակում, որ մենք ամեն ինչ պետք է այդպես նորից դնենք սեղանին եւ ասենք, այ եթե սա չկա, ուրեմն բանը չի արձակ։ Առանցել Ադրբեջանի ներկայացրած դիրքորոշումը հենց դա է։ Թերևս վերջին հարցը ո՞րն է ձեզ համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընդունելի տարբերակը։ Նախ ասեմ, որ ինձ համար դա չի կարող լինել այդպես անձնական տեսակետ, որ ես այդպես եմ տեսնում եւ դա բավարար է, քանի որ դուք նշեցիք որպես ազգային ժողովի նախագահ, ես չեմ կարող իմ դիրքորոշման մեջ հեռու լինել այսօր Արցախում Արցախի խորհրդարանում աշխատող քաղաքական ուժերի, մասնավորապես նաև իմ կուսակցության եւ մեր մյուս գործընկեր կուսակցությունների դիրքորոշումներից։ Բազմիցս մենք դրա մասին խոսել ենք, որ Արցախի այսօրվա կարգավիճակը, այսօրվա անվտանգության մակարդակը նվազագույնը կարող է լինել հետագա կարգավորման գործընթացի համար։ Սա միայն հիմք կարող է լինել հետագայում դրա վրա ավելի ամուր եւ անվտանգության պաշար եւ նաև պետականություն կառուցելու իմաստով, բայց մեր պարագայում, քանի որ գործ ունենք այնպիսի մի ընդդիմախոսի, այնպիսի մի հակառակորդի հետ, որը ցանկացած պահի պատրաստ է հրաժարվել իր նույնիսկ տված խոստումներից, ցանկացած վստահություն նրա համար դա թշնամություն է եւ դա կարող է յուրաքանչյուր վարքյան քանդվել, ես կարծում եմ, որ մենք շատ զգուշավոր պիտի լինենք եւ կարծում եմ, որ այս քաղաքական գիծը երբեք չի կարող նահանջ ունենալ։ Պատկերացրեք, որ նույնիսկ եթե մենք դա ի սկզբանե չենք էլ մտածել, նույնիսկ այս պահին, երբ որ մենք գտնում ենք նոր սահմանադրության ընդունման նախաշեմին, հենց նոր սահմանադրության ընդունումը այդ կառույցը ամրացնելու միջոցներից մեկն է, որպեսզի մենք եւ անվտանգության կողմից եւ մեր պետական կառավարման համակարգը ներսից ամրապնդելու տեսանկյունից կարողանանք այնպես անել, որ հաջորդ տարիներին շատ ավելի մեծ իմունիտետով կարողանանք դիմակայել սպասվող մարտահրավերներին։ Պարոն Ղուլյան, շնորհակալություն հարցազրույցի համար։ Խնդրեմ։